Ինչ կապ ունեն Շարլ Ազնավուրը եւ Ագաթա Քրիստին։ Ասածս միգուցե անսպասելի էր, բայց մեծանուն շանսոնիեն եւ դետեկտիվների թագուհին իսկապես կապ ունեն միմյանց հետ, իսկ թե ինչով, հիմա կասեմ ու շատ կզարմանաք։ Թերևս ձեզանից քչերը գիտեն, որ բացի տաղանդավոր երգիչ լինելը, Ազնավուրը նաեւ հրաշալի դերասան էր ու փորձում էր իր կարիերան նաեւ կինոյի ոլորտում։ Ահա այսպես 1974 թվականին ռեժիսոր Փիթեր Քոլինսոնը որոշում է էկրանավորել Ագաթա Քրիստիի ամենահայտնի վեպը եւ ոչ ոք չմնացը։ Հենց այս ֆիլմում էլ գլխավոր դերակատարներից մեկն է ընտրվում տաղանդավոր Շարլ Ազնավուրը։ They took my driving license away. Good night. Is he all right? Երևի այս ժամանակ Ազնավուրը չէր էլ պատկերացնում, որ շատ տարիներ անց հենց իր մասին են բազմաթիվ ֆիլմեր նկարահանվելու, որոնցից ի դեպ վերջինը Մսյո Ազնավուր ֆիլմը։ Արդեն կարող եք դիտել կինոդարանում, միայն կինոդարանում։ Ես ինքս դիտել եմ ու իսկապես շատ եմ հավանել։ Կամ վաղը ես կարտնանամ հայտնի դարձած կամ ինձ կմոռանան։ Ինչի մասին ես ուզում երգել։ Սիրո մասին։ Սիրո մասին երգելու համար պետք է սիրուն լինել։